Մեր ազգը կանգնած է ջրբաժանի առջև, կամ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը, կամ ամբողջությամբ վերածնվելու է Հայաստանը, կամ անպատվորեն վերանալու ենք, կամ գրելու ենք մեր ժամանակակից պատմության ամենափառահեղ էջը։ 31 տարի առաջ մեր ազատամարտիկները իրենց կամքով, արյամբ ու զոհաբերությամբ կերտել էին հաղթանակ, իսկ մեր թշնամիները մեզնից գողացան այդ հաղթանակը դավաճանությամբ։ Այդ է պատճառով նրանք իրենց կեղծ հաղթանակը երկար չեն կարողանալու վայելել։ Գալու է հայ ազգի վրա իշխանության պահը, մոտ է մեր թշնամիներին պատճելու ժամանակը, անխուսափելի է հայ ազգի վերածնունդը։ Մեր դիրքորոշումը նոյեմբերի 9-ի վերաբերյալ շատ պարզ է։ Մենք մի օր առանց վարանելու, պատրելու, պատմության աղբանոցն ենք նետելու այդ չարաբաստիկ, հակահայկական ու խայտառակ փաստաթուղթը։ Թող մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցողները լավ իմանան, ոչ թե Հայաստանի օրերն են հաշված մնացել, այլ նրանց գերիշխանության ու բռնապետության օրերը։ Հայաստանը անկասկած ոտքի է կանգնելու ու ջախջախելու է իրենց սպառնալիք հանդիսացող բոլոր խավար ուժերին։ Որքան էլ փոխվեն ժամանակները ու տեխնիկապես զարգանա քաղաքակրթությունը, միևնույն է, տիեզերքի օրենքները չեն կարող փոխվել։ Ուժն է բնության առաջին օրենքը, ուժն է ծնում իրավունքը, ուժն է պտտեցնում աշխարհը։ Միայն ուժով կա հաղթանակ ու հայոց փրկություն։ Հետևաբար կոչ ենք անում ողջ աշխարհին, որ մենք չենք ընդունում հակահայ ուժերի օրակարգը, որն ուզում են փաթաթել մեր պետության պարանոցին։ Ոչ պարտվողականությանը, ոչ զիջումներին, ոչ հանձնվելուն։ Պայքարն ու դիմադրությունը շարունակում է ու կշարունակվի, մինչև հաստատվի արդարությունը ու հայ ազգը դուրս գա ավելի հզոր ու նորից հաղթանակած։ Մենք ենք տերը մեր հողի, մեր ապագայի և մեր ճակատագրի։ Փառք մեր զոհված քաջերի ու նահատակված հերոսների անմար հիշատակին, փառք մեր հայոց բանակին ու փառք մեր գալիք հաղթանակին։ Հայաստան զարթնի՛ր։